Օդ բարձրանալուց 5 րոպե է անցել։ Boeing 787 Dreamliner-ը այս կադրերում արդեն կորցրել է կառավարումը և կործանվում է Հնդկաստանի Գուջարատ նահանգի Ահմեդաբադի օդանավակայանից քիչ հեռու։ Սա պատմության մեջ 2 շարժիչով այս մոդելի օդանավի կործանման առաջին դեպքն է։ Խուճապ և քաոս։ 200-ից ավելի ուղևորով մարդատար օդանավը մխրճվել է բնակելի թաղամասի մեջ, ավերակի վերածելով բժշկական քոլեջի հանրակացարանը։ Air India-ի վթարված օդանավի պոչը հայտնվել է շենքի տանիքին։ Հնդկական օդանավը թռչում էր Լոնդոն։ Ականատեսները պատմում են, որ երբ Boeing-ը հայտնվել է օդում, տեսել են, թե ինչպես է հանկարծակի թեքվում ու գահավիժում ցած։ Սկզբում ուժեղ պայթյունի ձայներ են լսել, մի քանի վայրկյան անց քաղաքը պատվել է ծխով։ Այսինչ դժոխք էր։ Բեկորները բառացիորեն թափվեցին մեր տների վրա։ Մտածեցինք երկրաշարժ է կամ պատերազմ։ Վթարի պատճառները պարզելու համար տեղում աշխատում են Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության և Air India-ի մասնագետները։ Արտակարգ ծառայություններն ամբողջությամբ շրջափակել են տարածքը։ Մենք լիարժեք ներգրավված ենք փրկարարական աշխատանքներում։ Ավիացիոն իշխանությունը սկսել է վթարի պատճառների հետաքննությունը։ Պաշտոնական տեղեկությունը կտրվի միայն հաստատումից հետո։ Air India-ն հայտնում է, որ ինքնաթիռում եղել է Հնդկաստանի 169 քաղաքացի, նաև 53 բրիտանացի, 1 կանադացի և 7 պորտուգալացի։ Flight Radar 24 կայքի տեղեկությամբ ինքնաթիռից վերջին ազդանշանը ստացվել է 190 մետր բարձրության վրա։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ կործանման վարկածները բազմաթիվ են՝ տեխնիկական անսարքությունից մինչև թռիչքուղու խնդիրներ։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,